Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված մեր հայրենակիցների համար կառավարությունը որոշումը հաստատել է, թեմայի մասին ենք խոսելու, տաղավարում այստեղ է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Պարոն Մկրտչյան, կառավարությունը 40+10,000 դրամի ծրագիրներ իրականացնում, արդյոք սա շարունակությունն է և լրացուցիչ է կոչվում ինչու։ Սա ոչ թե շարունակություն է, այլ սա հավելյալ ծրագիր է։ Մենք ներդրել ենք մի նոր առավել թիրախային և կարիքահենք աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքների համար, ովքեր գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում և այս աջակցությամբ հնարավորություն կունենան հաղթահարել կամ մեղմել որոշակիորեն իրենց կյանքի դժվարին իրավիճակը։ Բայց մինչ այս ծրագիրը ներկայացնել, ես ասեմ, որ մենք զուգահեռ շարունակում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կեցության և այլ ծախսերի համար տրամադրվող այլ ձեր նշած 40+10,000-ը։ Առաջին եռամսյակում մենք 2025 թվականի 50,000 դրամ աջակցություն ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով տրամադրել ենք, բայց ավելի վաղ մենք նախագծում փոփոխություն ենք իրականացրել և ասել ենք, որ ապրիլից հուլիս պետք է մենք արդեն որոշակի թիրախային խմբերի համար փոփոխություն իրականացնենք և նրանք պետք է ստանային 40,000 դրամ ապրիլից հուլիս և հուլիսից մինչև տարվա վերջ պետք է ստանային 30,000 դրամ։ Եվ դրանք այն թիրախային խմբերն էին, ովքեր օրինակ կեսաթոշակային տարիքի են, ովքեր անչափահաս են, առաջի կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են, հաշմանդամություն ունեցող անձինք են կամ կերակրողին կորցրած անձինք են։ Այսինքն այս ընտանիքները եթե կգտնեն, որ իրենք ունեն հավելյալ աջակցության անհրաժեշտություն, որովհետև անապահով են, որովհետև հայտնված են կյանքի դժվարին իրավիճակում, պետք է դիմեն և դիմումները ուսումնասիրելուց հետո կհասկանանք իրենք կհամարվեն այս ծրագրի շահառու թե ոչ։ Այսինքն միաժամանակ կարող են երկու ծրագրից էլ օգտվել։ Այն ծրագիրը այսպես թե այնպես շարունակվել է մինչև տարվա վերջ որոշակի թիրախային խմբերի համար։ Ես նշեցի ապրիլից հուլիս, հուլիսից մինչև տարվա վերջ 40,000 դրամ, 30,000 դրամ եւ թիրախային խմբերին արդեն նշեցի։ Հստակ ինչ պայմաններ են գործում, ովքեր կարող են լինել շահառու։ Նախ ասեմ, որ այս միջոցառման շահառու կարող են լինել այն ընտանիքները, ովքեր չեն գտնվում պետական հոգացության ներքո հաստատություններում կամ պետական սեփականություն հանդիսացող շինություններում։ Երկրորդ, եթե ընտանիքի մեկ անդամի հաշվով եկամուտները ցածր են 55,000 դրամից կամ այն ընտանիքների անդամները, որոնք միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականություն կամ գնման իրավունք, կամ որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ մարտադրության ավտոմեքենա։ Այս ֆիլտրերը կիրառելուց հետո իրենք կարողանալու են շահառու դառնալ այս ծրագրի։ Իսկ աջակցությունը կտրամադրվի ապրիլ ամսվանից մինչև ուրեմն դեկտեմբեր ամիսը ներառյալ հետևյալ տրամաբանությամբ. ընտանիքի համար 40,000 դրամ եւ գումարած 10,000 դրամ բռնի տեղանված յուրաքանչյուր անդամի համար սկսած երկրորդ անդամից։ Այսինքն ընտանիքում որքան շատ անդամներ, այնքան ավելի շատ գեներացվող գումար ու աջակցություն։ Նախ ես նշեցի պայմանները, պետք է ընտանիքի մեկ անդամի հաշվով եկամուտները ցածր լինեն 55,000 դրամից, որպեսզի մենք կարողանանք այդ ընտանիքին համարել շահառու։ Նախ ընտանիքին կտրամադրվի 40,000 դրամ եւ երկրորդ անդամից սկսած 10,000 դրամ։ Եվ քանի որ մեր բոլոր միջոցառումները մենք իրականացնում ենք թվային հարթակների միջոցով, այսինքն դիմումներ ընդունում ենք առցանց, այս միջոցառման պարագայում նույնպես մենք մշակում ենք հիմա զուգահեռ թվային հարթակ, որը պատրաստ կլինի ապրիլի 22-ին, այսինքն ապրիլի 22-ից սկսած մենք կարողանանք ստանալ մեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված հայրենակիցների դիմումները եւ կընթացքավորենք, եթե կհամարվեն շահառու։ Իսկ այդ հարթակը կգործի e-social AM ընդհանուր մեր կայքի համատեքստում։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Եթե կան լրացուցիչ հարցեր, կարող եք զանգարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զանգերի կենտրոն 114 հեռախոսահամարով։